բառը տանել չեմ կարողանում, մազապուրց, այսպես զոհի հոգեբանությունից սկսեցինք եւ երջու եկան մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր։ Մենք իհարկե ագրեսոր չենք, ամենևին Քավլիցի, բայց ագրեսորի անգամ մականունը ինձ ավելի հոգեհարազատ է, քան թե մազապուրցի։ Ես ատում եմ մազապուրց բառը, ես չեմ ուզում մազապուրց լինել։ Ես չեմ ուզում որպեսզի եւս մեկ անգամ իմ հայրենակիցներին, իմ հարազատներին սրի տան։ Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան նորն է, նա կդառնար 66 տարեկան։ Այս առիթով հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ ներկայացուցիչները, սպարապետի զինակիցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Եռաբլուր չեն այցելել։ Ծաղիկներ են խոնարհվել նաեւ Զորավար Անդրանիկ Օզանյանի եւ հայրենիքի համար նահատակված զինծառայողների շիրիմներին։ Արցախի մասով ես բազմաթիվ անգամներ հարցազրույց եմ տվել։ Արցախից հետո, երբ որ Վազգենը Արցախն ազատեց, հոկտեմբերի 27 եղավ, դուք չեք հիշում ինչ եղավ։ Իհարկե հիշում։ Դե սրտի մեջ ցավով ենք հիշում։ Դե սրտի մեջ ցավով որ հիշում եք, ինչ եք ասում Արցախը ազատալ։ Ինչն եք։ Չէր ազատագրել Արցախ, պարոն Սարգսյան։ Լսեք, Արցախն ազատագրելուց հետո Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը անընդհատ պայքարել է։ Անընդհատ։ Պիտի դուք այդ շատ լավ հիշեք։ Դրանից հետո ինչ եղավ։ Ավելի շատ գեներալներ տվեցին, քան կային լեյտենանտներ։ Այդ գեներալները սկսեցին արդեն, չգիտեմ, շատ թանկարժեք մեքենաներով ման գալ։ Հետո այդ գեներալները ու պետական պաշտոնյաները սկսեցին 1000 քառակուսիմետրանոց տներ ունենալ։ Հետո դրանից ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին նույն, չգիտեմ, մանումենտում հյուրանոցներ ունենալ։ Հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել։ Իսկ հիմա իմասով հարցրեք ու մտնում։ Վազգեն Սարգսյանը ուր, սրանք ուր, լրիվ դարբեր հարթություններ, դարբեր աշխարհներ, հաղթանակ եւ բարդություն, հենց այդտեղ է սև ու սպիտակը, հենց այդտեղ է դարբերությունը սպարտապետի, սխրանք գործող, սխալ գործող, իր քայլերը ուղող, իր ճանապարհը վերանայող ղեկավարի հետաքիծը, ժառանգությունը եւ այն մարդկանց, ովքեր իր անունն են դալիս, կարող է ձունգի են գալիս, չգիտեմ այլևս, բայց ընդհանրապես գաբ չունեն նրա հաղթանակների, նրա ժառանգության, այս օրվա խորհրդի հետ։ Ինչ ասեմ, եթե ամեն մեկ իր փոստում մնացած լիներ, Արցախում Արցախի այն ժամանակվա ղեկավարները, եթե կենթանի լիներ Վազգեն Սարգսյանը, պարոն Դեմիրճյան, մյուսները, ոչ մեկը չգիտի դե ինչ ընթացք ունենանք, բայց կարող ենք շատ հստակ ենթադրել, որ մեր անվտանգությունը, մեր պաշտպանությունը, մեր իրավունքի իրացումը շատ ավելի ուժեղ վիճակում կունենանք եւ մենք բարդության այս մակիլներում չենք լինի այսօր։ Վազգեն Սարգսյանի 66-ամյակի օրը հիշում եւ հարգում ենք նրան հայրենասեր մարդ, ռազմական ու պետական գործիչ, որի վառ կերպարը շարունակում է ոգեշնչել սերունդերին ընդամենը մի քանի բացառությամբ։ Այս մասին գրում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Վազգենն ավելին էր, քան պարզապես առաջնորդ։ Նա մարմնավորում էր հայ ժողովրդի դիմացկունությունը, խիզախությունը եւ անսասան կամքը։ Նրա իմաստությունը, ռազմավարական հեռատեսությունը եւ խորը սերը հայրենիքի հանդեպ նրան դարձրին անփոխարինելի ոչ միայն որպես հրամանատար ու պետական գործիչ, այլև որպես առաջնորդող ուժ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Նա դարձել էր միասնության եւ ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որը ղեկավարում էր ոչ թե հետևից, այլ առաջնագծում, թե մարտի դաշտում, թե պետականաշինության գործում։ Թեև Վազգենի կյանքը ողբերգականորեն կարճ եղավ, նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա բացակայության դատարկությունը խորապես զգացվում է եւ այսօր առավել քան երբևէ մեր ազգը պետք է վերածնվի նրա անմահ ոգով, դիմացկունությամբ եւ վճռականությամբ։ Միայն այդպես կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած ներքին եւ արտաքին բազմաթիվ մարտահրավերները, վերականգնել մեր կորուստները եւ վերահաստատել մեր արժանապատվությունը։ Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը շարքայինից մինչև գեներալ գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը եւ գիտեր թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը։ Այս տարիների ընթացքում ինչ ասես որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել եւ արմատախիլ անել երկրի թիվ 1 ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը եւ ներդրված կյանքերը, իմունիտետը ըստ այդմ առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հում վերադարձնելու համար։ Ծնունդդ շնորհավոր սպարապետ։ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծ ու գործով դատական նիստի սկզբում Վարդանյանի պաշտպան Ավրահամ Բերմանը վերաքննիչ բողոքով դիմել է դատարանին եւ միջնորդել իր պաշտպանյալին տրամադրել ծանուցագիր, բացատրելով նրա իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ պայմաններ ստեղծել գործի նյութերին, այդ թվում դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու համար եւ տրամադրել ռուսերեն թարգմանությամբ նրան որպես մեղադրյալ ներգրավելու արձանագրությունը։ Դատարանը դիտարկել է միջնորդությունը։ Զեյնալ Աղաևը նշել թե Վարդանյանին տրվել է նախաքննության փուլում նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրող տեղեկանք եւ դա հաստատվում է գործի նյութերով։ Ռուբեն Վարդանյանին կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել, սակայն նա իրեն ուղղված հարցերից որևէ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հանդիլյանին հիվանդանոց է ուղեկցել Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը։ Այսօր արդեն 5-րդ օրն էր, ինչ Մանեթ Հանդիլյանը հացադուլ էր հայտարարել աջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիներին։ Բոլորս պիտի պահանջենք, որ գերիներին հետ տան, հատկապես մեր մնացած գերիներին եւ 3 նախագահային պաշտպանության բանակի նախարարին, դա մեր բոլորիս պարտն է, բոլորիս ցավն է, որ այսօր մեր պետության 3 նախագահ գտնվում են հնարավորություններ տեսնում եք։ Ադրբեջան, դե գիտեք ոնց, Իսկ ինչ է անում։ այդ գերավարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին եւ գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական եւ այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն այդ հարցը բարձրացնելով եւ երկկողմ բանակցություններում եւ նաեւ միջազգային հարթակներում եւ կարծում եմ որ եթե նույնիսկ ինչ որ գաղտնի աշխատանք է տարվում այդ գաղտնի աշխատանքը չպետք է այսպես բացառվի հրապարակային աշխատանքին որը որ պետք է երևա եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքներին, նրանց հետ անմիջական կապի մեջ լինեն, այն պետք է երևա եւ նաեւ երկկողմ բանակցությունների շրջանակներում այդ հարցը մշտապես պետք է բարձրացվի այսօր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցող բանակցություններում եւ նաեւ ես կարծում եմ որ այդ հարցը իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի, դա միջազգային հարթակներում է եւ այն հայցերը, որոնք որ պետք է տրվեն, ուղարկվեն միջազգային հարթակներ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների եւ նաեւ նույն նոյեմբերի 9-ի այսպես հայտարարագրի մաս է կազմում գերիների ամբողջական վերադարձը, որ այն չի կատարվում։ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական գործակցության մակարդակում ասել է Հայաստանի վարչապետը Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Հայաստանը չի ներգրավի Իրանի դեմ գործողության մեջ, Հայաստանն Իրանի շահերի նկատմամբ զգայուն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է, ասել է Փաշինյանը լրագրողի հարցին, թե ինչպես պետք է պաշտպանել Իրան-Հայաստան հարաբերությունները, որոնք հարցազրույցավարի ձևակերպմամբ ունեն հակառակորդներ, Փաշինյանը պատասխանել է, որ պետք է կենտրոնանալ հարաբերությունների բնական շահերի վրա նվազ լինելու հարգանքի վրա։ Վարչապետը նշել է, որ կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին։ Հարցին թե Իրանը հարաբերությունները զարգացնելու համար ինչ պետք է անի, Փաշինյանը պատասխանեց։ Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնականon զարգացման ծիրի եւ ուղեծրի մեջ են։ Եվ ես կարծում եմ, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը այն ամեն ինչ որ անհրաժեշտ է զարգացումը հարաբերությունների ապահովելու համար իրականացնում են եւ դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է եւ նաեւ պիտի ասեմ ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ
իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես այսօր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև մաքսային անցակետի նոր մաքսային անցակետի շինարարության մեջ են ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետություն ներկայացնող ընկերություն։ Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների կատարումից եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հրապարակված հոդվածը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, նշելով, որ այդ քայլերը պետք է բխեն տարածաշրջանում առկա նոր իրողություններից։ Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանների Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապի բացմանը վերաբերող իր ստորագրած գրավոր պարտականությունների մասին, դրանք դեռ չի կատարել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Երևանի կողմից ներկայացված առաջարկներն ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի եւ գործնականում երթուղին երկարացնող։ Դրանցով Երևանը նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից։ Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների Կավկասյան կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում փակագծեր են բացել, թե իրականում ինչ նպատակով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել Թուրքիա։ Ենթադրվում է, որ Ալիևն Անկարայում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով։ Զուգահեռ նշվում է, որ Ալիևը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը։ Բացի այդ, խոսվում է այն մասին, որ այլևս արկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում հանդես է եկել երկրի դրության մասին ուղերձով, խոսելով տնտեսության, ուկրաինական հակամարտության կարգավորման եւ բազմազանության քաղաքականության դեմ պայքարի մասին։ Նախագահը չի մոռացել նաեւ Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի եւ Մարսի մասին։ Ըստ Թրամփի, իր վարչակազմը 43 օրվա ընթացքում ավելի շատ բանի է հասել, քան նախորդ վարչակազմերի մեծ մասը կարող էին հասնել 4 կամ 8 տարվա ընթացքում, եւ սա դեռ սկիզբն է։ Նա շեշտել է, որ համանագիր է ստորագրել երեխաների գենդերային փոփոխությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ֆինանսավորումից զրկելու մասին եւ ցանկանում է, որ կոնգրեսն ընդունի օրենսդրություն, որը մեկը միշտ արգելում եւ քրեականացնում է երեխաների սեռափոխության վիրահատությունը։ Առանցքային հայտարարություններից էր նաեւ այն, որ կոնգրեսը պետք է ֆինանսավորի առաջադեմ ոսկե գմփեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը այն ամբողջությամբ կարտադրվի Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ն իր դրոշը կտեղադրի Մարսի վրա եւ շատ ավելի հեռու վայրերում։ Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվում, դա կլինի մի բան, որը աշխարհը նախկինում չի տեսել, ամփոփել է Սպիտական էքսցենտրիկ ղեկավարը։ Նույն կոնգրեսում Թրամփը հայտարարել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահից, որում նա հայտարարում է խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին։ Նրա խոսքով Ռուսաստանի կողմից եւս խաղաղության պատրաստակամության մասին ազդակներ են ստացվել։ Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։ Նամակում ասվում է. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մոտեցնի կայուն խաղաղությունը։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Զելենսկին նաև հայտարարել է ցանկացած հարմար պահի հանքային ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Շնորհակալ եմ նամակի համար։ Միաժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ եւ ստացել հզոր ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Ուկրաինայի նախագահը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը խաղաղությանը, ընդգծելով, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն այնպես չի անցել, ինչպես ակնկալվում էր։ Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ կայուն խաղաղության հասնելու համար։ Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ես եւ իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության հետ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Առաջին փուլը կարող է լինել գերիների ազատ արձակումը, երկնքում եւ ծովում զինադադարը։ Եթե Ռուսաստանը նույն կերպ վարվի, այնուհետեւ մենք ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով եւ աշխատել ԱՄՆ-ի հետ ամուր գործարքն ավարտին հասցնելու համար։ Ուկրաինան չափազանց փոքր է, որպեսզի ոչնչացնի այն աշխարհը, որում մենք բոլորս Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան ապրում ենք։ Սա չափազանց քիչ պայթուցիկ ուժ է, ու մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հետ։ Ավելի հեշտ կլինի վերջ դնել Մերձավոր Արևելքում հակամարտությանը, եթե ամերիկացիները դա ցանկանան։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրները մենք այս տարի կլուծենք, ասել է Լուկաշենկոն, նշելով, եթե Բայդենը վերընտրվեր, աշխարհն ավելի կմոտենար երրորդ համաշխարհային պատերազմին, իսկ Թրամփի ընտրությունը Բելարուսի նախագահի կարծիքով հնարավորություն կտա խուսափել այս սցենարից։ Մինսկը պատրաստ է նաև Թրամփ-Պուտին-Զելենսկի
բանակցություններ կազմակերպել, հայտարարել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։ Պետք է համոզել եւ համաձայնության գալ Զելենսկու հետ, քանի որ Զելենսկու թիկունքում ուկրաինական հասարակության զգալի մասն է։ Եթե ուզում ես, արի, Բելարուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է, ինքնաթիռով կես ժամ կլինի։ Արի, եկեք այստեղ նստենք, եկեք համաձայնության գանք, հանգիստ առանց աղմուկի, առանց բղավելու, ասեք Թրամփին, ես նրան սպասում եմ այստեղ, Պուտինի եւ Զելենսկու հետ միասին։ Եկեք նստենք ու հանգիստ համաձայնության գանք, եթե ցանկանում եք համաձայնության գալ։